Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչ ակցիա եք այս պահին իրականացնում ու առհասարակ ինչ սպասելիքներ ունեք ազգային ժողովից։ Ընդհանուր առմամբ ազգային ժողովից մենք այս պահին մի սպասելիք ունենք, որպեսզի իրենք բավարարեն մեր պահանջը, իսկ պահանջը հետևյալն էր, որի մասին քիչ առաջ իմ գործընկերն է խոսեց, պահանջը հետևյալն էր, որպեսզի լսարանը տրամադրեին եւ իրենք նույնպես ներկա գտնվեին, նրանք ովքեր քննիչ հանձնաժողովում են եղել, նրանք ովքեր խոսում են, որ ծանոթացել են այս խնդիրներին եւ բոլոր տեսակ այս հարցաքննությունների ընթացքում, այս մի քանի տարվա ընթացքում եւ պատկերացնում են իրավիճակը, պատկերացնում են խնդիրները, որտեղից են ծագել եւ ինչ են եղել, որտեղ մեր պահանջը 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովից զեկույցը հրապարակելու նպատակը հենց դրանում էր, որպեսզի հասկանալ առաջի հերթին ինչպես եղավ, որ մենք այսքան պայքարից հետո չի հրապարակվում այդ զեկույցը, ինչու է։ Ես գիտեք ոնց, ես կարող եմ տարբեր կարծիք հայտնել, բայց մեզ պետք է որ հասկանանք իրենց կարծիքը, իրենց պատճառաբանությունը եւ ի վերջո հասնել նրան, որ սա հրապարակվի։ Չի կարելի անընդհատ բոլորին մեղադրել եւ անհիմն։ Հիմնավորեք, ովքեր են մեղավորները։ Մենք ի վերջո մենք հասարակ քաղաքացիներս պահանջում ենք հիմնավորում։ Ի վերջո այսօր նորից եմ կրկնում, դուք գնում եք բոլոր այդ ընտրությունների ու մենք չգիտենք։ Գիտեք, sense սովորություն կա։ Ազգային գաղափարի ներքո բոլորը համախմբվում են։ Իբր ազգային գաղափարներ են տարածում տարբեր տեղերում, բայց նույն ժամանակ սեղմելով ազգադավերի ձեռքը տարիներ շարունակ ծառայում են, ասելով անունը, որ գիտեք, մենք աշխատում ենք, չէ, դուք չեք աշխատում։ Դուք վախենում եք ու ծառայում եք նրանց, ովքեր վախենում են Թուրքից։ Եվ դուրս է գալիս նրանց դեմ, ումից թուրքերն են վախենում։ Գիտեք, այդ մարդիկ հետո գալիս են, դառնում են իբր ընդդիմադիրներ եւ փորձում են տարբեր կարծիքներ եւ գաղափարներ տարածել հանրության մեջ եւ դրանով իսկ թուլացնում հանրության ազգային մտածելակերպը, ազգային ոգին ու ընդհանրապես պայքարի ոգին են թուլացնում եւ հավատը ընդհանուր առմամբ փրկության ի վերջո այս իրավիճակից։ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է գալ ազգային ժողովում, իհարկե փակ լինի այդ լսումները եւ այն մարդիկ մասնակցեն, ովքեր կարող են փակ ինֆորմացիային, գաղտնի ինֆորմացիային տիրապետել։ Հիմա դուք ինչ եք կարծում, մենք հնարավոր է տեսնենք, որ ամենայն դեպս լսումներ կազմակերպի, թե եւ Օնիկ Գասպարյանը ներկա լինի, թե առաջնորդվենք այն ուղղորդմամբ, որ Անդրանիկ Քոչարյանը ասաց, որ արդեն իսկ քննիչ հանձնաժողովի այդ ուսումնասիրությունների եւ լսումների ժամանակ Օնիկ Գասպարյանը իր ասելիքը ասել է։ Գիտեք, այն ինչ որ ասել է Օնիկ Գասպարյանը, նրանք կարող են հրապարակել։ Այն ինչ որ Օնիկ Գասպարյանը պատրաստ է խոսելու, միգուցե եւ շատ ավելի լայն։ Ես գիտեք, լինելով ռազմի մարդ, ես հասկանում եմ ինչ է նշանակում պետական գաղտնիք, անկախ ամենից, անկախ նրանից երկրի ղեկավարն ով է, անկախ նրանից երկիրը ինչ վիճակում են հասցրել եւ ինչքան են այդ գաղտնիքները տարբեր օղակներով տիրապետում մեր թշնամիները։ Բայց ամեն դեպքում պետությունը քանի դեռ կա Հայաստանի Հանրապետություն, այստեղ հայերեն է խոսում եւ հայերեն է գրվում, ուրեմն դեռ կա որոշակի հույս փրկության։ Հակառակ դեպքում ինչ են բոլորը գնում ընտրությունների ծառայելու թուրքերին։ Պետական գաղտնիքը հաշվի առնելով, բայց բացի պետական գաղտնիքից կա հնարավորություն հանրայնացնելու այն ամեն ինչը, որպեսզի մեղավորներին եւ պատճառները կարողանալ ի հայտ բերել։ Ես վստահ եմ, որ նույն Օնիկ Գասպարյանը պատրաստ է խոսելու եւ համոզված եմ, որ ինքը խոսելու է ոչ միայն այսօրվա մասին, այլ տևական ժամանակների մասին եւ ի վերջո այս իրավիճակին հասնելու մասին։ Քիչ առաջ իմ խոսքում ես դա էի ասում, որ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում եւ անընդհատ խոսել մեղադրելով այսօրվա իշխանությանը, բայց դրանից առաջ ձեռք սեղմել իրանց հետ քայլել, դա ազգային գաղափարից դուրս է, բայց խոսել ազգային գաղափարի մեջ
դա նույնպես անբարոյականություն։ Բայց գիտեք, այստեղ արդար կարծիք եւ հարց է առաջանում, Օնիկ Գասպարյանը հնարավորություն է ունեցել նոյեմբերի 9-ից հետո, երբ ժողովուրդը հանրապետության հրապարակ էր դուրս եկել եւ պահանջում էր հրաժարական, ինքը հենց այդ ժամանակ, այսպես ասած, իրեն արդարացնելու եւ ցույց տալու այն ինչը որ եղել է, հայ, եթե ինքը ասում է հիմա պատրաստ է, այդ հնարավորությունը տրվել էր Օնիկ Գասպարյանին հենց նոյեմբերի 9-ից հետո։ Ինչու հենց նոյեմբերի 9-ից հետո մենք Օնիկ Գասպարյանին չտեսանք հանրապետության հրապարակում եւ այսքան տարի, արդեն 5 տարի անցել է, որևէ անգամ մենք Օնիկ Գասպարյանի կողմից չենք տեսել ոչ գրառում, ոչ ինչ-որ մտքի արտահայտում։ Մի քիչ կասկածելի է։ Գիտեք, ես ամեն ինչ լավ հասկանում եմ որպես քաղաքացի ձեր անհանգստություններն ու դիրքորոշումները։ Նույն ժամանակ կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանը իրապես շատ կրթված եւ շատ զուսպ եւ շատ խելամիտ զինվորական է։ Բոլոր այն հարցերը, որը կարող է պատասխանի Օնիկ Գասպարյանը, դա պետք է ուղղել իրեն, որովհետև ես Օնիկ Գասպարյանի ոչ փաստաբանն եմ, ոչ իր տեղը պետք է խոսեմ։ Ես կարող եմ միայն մի բան ասել, որ նույն տեսակետից 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո ձևավորվել էր ազգային փրկության շարժումը, հիշում եք։ Եվ ես այդ շարժման անդամներից մեկն եմ, խորհրդի անդամներից մեկն եմ։ Եվ երբ որ այն ժամանակ մենք ասում ենք, որ 21 թվականի ընտրություններին չի կարելի գնալ պետականագործանների հետ եւ դա լեգիտիմացնել է, դրա համար ենք ասում, դա լեգիտիմություն էր տրվեց Նիկոլին այդ ընտրությունների ժամանակ։ Նույն կերպ բոլոր ասել է, որ պատերազմից հետո կարելի էր սա անել, նա անել, կարելի էր եւ այս իշխանությանը հեռացնել։ Եվ դա այդ առիթն էր։ Հիմա ինչի համար սենց եղավ, հիմա այդ ինչի համարի պատճառով մենք կորցրեցինք եւ Արցախ, կորցրեցինք Հայաստանի սուվերեն տարածքներից որոշակի հատվածներ, ռազմավարական բարձունքներ եւ այս ամենը ինչ որ տեղի ունենում։ Հիմա շարունակել եւս լեգիտիմացնել ընտրություններին մասնակցելով, վստահ լինելով, որ Նիկոլը իր այսօրվա վարչական ռեսուրսներով եւ մնացած ուշադիր նայեք ինչա տեղի ունենում, աշխարհը ընդունում է ուժը, այսօրվա դրությամբ, աշխարհը ընդունում է բոլոր նրանց, ովքեր կարողանում են իրենց պնդաճակատությամբ ջարդել, փշրել եւ մենք խոսում ենք իբր ժողովրդավարությունից, բայց ոչ միտեղ չկա ժողովրդավարություն ինչպես եւ աշխարհում։ Եվ այսօրվա դրությամբ ամբողջ եվրոպական միությունները, ստեղ ներկայացուցիչները, որ այս մի քանի օրվա ընթացքում գիտեք որ պետք է գան։ Դրանով իսկ Նիկոլը ցույց է տալիս, որ ունի իր կողքը կանգնած ուժեր, իր աջակցողներին, իսկ մենք փորձում ենք իր հետ այս վարչական ռեսուրսներով գնալ ընտրությունների, հստակ հասկանալով, որ Նիկոլի հնարավորությունը նորից լեգիտիմանալու շատ ավելի մեծ է։ Բոլոր նրանք, ովքեր հիմա պատրաստվում են գնալ, ինձ համար շատ մեծ կասկած է, արդյոք իրենք պատրաստվում են երկիրը փրկել, թե չէ։ Երկրի փրկությունը նորից եմ կրկնում, ինչպես սրանք եկել են փողոցով, նույն կերպ փողոցով պետք է հեռացնել։ Եվ դա սահմանադրական իրավունք է։ Եվ այդ իրավունքը իրականացնելու համար սա ամենաուղիղ ճանապարհներից մեկն էր, որ կանգնել մեր իրավունքի կողքին, մեր պահանջատիրության կողքին, եւ սա ինչ որ անձի կողքը չի, սա մի հոգի մարդը չի, սա կուսակցություն չի, սա ինչ որ շարժմանը չի, որ իրենք վախենում են հարեն, միանան եւ այլ։ Սա ժողովրդի ձայնն է, սա յուրաքանչյուր հայ քաղաքացու 3 միլիոն հայի եւ 7 միլիոն Սփյուռքում գտնվող հայրենակիցների, որտեղ յուրաքանչյուրին է սա վերաբերվում։ Հայաստանի պետության կործանումը, հայ ժողովրդի մասնատումը սա յուրաքանչյուրին է վերաբերում։ Եվ սրան միանալ եւ դարձնել այդ, որ ասում են 17000 ունեն, 27000 ունեն, 50000 ընտրողներ ունեն, 10% են հավաքել, 8%, 20%, դա եթե ձայների բաժանում եք, պատկերացրեք ինչ քանի տասնյակ հազարավոր ձայներ են։ Այդ տասնյակ հազարավորներով եթե մենք դուրս եկանք փողոց, Նիկոլ չէ, Նիկոլի պապն է լինի, ձեր բռնած փողոցին հեռանք։